Ուրեմն իմ առավոտը սկսում եմ այս անկյունից, սեղանի մոտ նստել եմ, հետո ձեզ ասում եմ բարի լույս, բարի խաղաղ շաբաթնօրյա օր բոլորիս, նստել եմ ու մտածում, ծանրութ թեթևանում, լավ ու վատ անում, քանի որ դե ոնց է սկսվում վլոգերի կյանքը, եթե տնային տնտեսուհի է ու եթե օրն էլ շաբաթ կիրակի է, ես ասել եմ, չէ, սիրում եմ, երբ որ մեր մոտ շաբաթ կիրակի է լինում, զուտ նրա համար, որ այսպես թե այնպես ընտանիքս մասնատված է, դրան գումարածել, որ Ալեքսը դպրոց է առնում ու ես նախաճաշում եմ, մի տեսակ սրտով ես չի լինում, ու շաբաթ կիրակին զուտ սիրում եմ այդ պահով, հիմա առավոտ արթնացել ենք, շատ լավ ու հաճելի օր է, գարնանային անուշ պայծառ օր է բացվել մեր համար, իմ Հայաստան աշխարհում, Լոռվա մարզում, մի խոսքով եղանակն էլ է, չէ, մարդուն ոնց ասեմ տրամադրում, ոգևորում, տրամադրություն բարձրացնում, մի խոսքով, դե գիտեք, վերանորոգման մեջ եմ, լվացք չենք անում, բայց էլի ձեռքի հետ այն որ ցեցը սենց սկսում է քեզ ուտելը, այս եմ ասես ռեզինն է մնաց հետևից, ուզում էի կապեմ ու մնաց տենց, այն որ ցեցը սկսում է քեզ ուտելը, էլի սկսում ես մի երկու բան ձեռով լվանում, սիրում եմ ես ձեռքի արած լվացքը, մի խոսքով, Ալեքսին ասում եմ, Ալեքս հաց ենք ուտում, ասում եմ, մամ ջան, կյանքս ցավդ տանեմ, թող ես իմ համար զբաղվեմ, խնդրեմ, մարդու տղեն զբաղվում է, ու այնքան խորացած է, չի էլ լսում երևի, թե ես ինչ եմ ասում, դրա համար ընքան էլ սիրում տեսարանը մա, ընդեղ ծաղիկները, մի խոսքով, գիտեք, ինձ թվում է կարիք չկա էլ ասելու, սիրելիներ ջան, դե որ զբաղվում է, ես էլ սովոր եմ, որ շուտ նախաճաշեմ, նախաճաշս ցենց թեթևակի կոտրել եմ, ու լավասի չէ, կոտրել եմ, հետո հագել իմ այս սիրուն շորիկը, որ ես շատ եմ սիրում, մենք մարդիկս սովորական ես դառն ու դաժան աշխարհում, ինչից ենք շատ ուրախանում, ինչից ենք շատ ոգևորվում, եկեք ջուր տանեմ, ախ իմ հայրենիքի ջուրը, անմահական ջուր է, ես սկսեցի ավելի շատ գնահատել եմ, երբ որ ուրեմն գնացի Ռուսաստան, կարոտել էի մեր ջրին գոնե մի կում, նա լվացքս փռած, ինչև է, ստեղ ամանի սրբիչ, փոշու սրբիչ, մի խոսքով, չմատանամ շատ, այ հիմա ժողովուրդ, ստեղ այնքան արև է, որ, չգիտեմ, ստեղ կնստեմ, թե տուն կգնամ, հետո միշտ ասել եմ, չէ, մեր մոտ որ խոնավ է կլիման, մի անգամից արևը ոնց որ սենց մի հատ քեզ տանի ու բերի, նամանավանդ ինչքան ուզում է ճնշումի դեղ և այլն, սենց բաներ ես չէ խմում, միևնույնն է, ստեից է ոնց է գազի հոտ գալի, աննկարագրեցեք, գազի հոտ եմ առնում ստեից, ասում մեր տնայենին, մենակ փողում ուծում եք, չէ, բայց որ ասես խոսքի, ճիշտն ասած չգիտեմ, ինչ պատասխան կստանամ, մտածում եմ ասելու են, կանչեք հատուկ սարքեն, ես էլ չեմ ուզում, ես իմ կոֆեն դրի, այսօր խախտում ենք, ովհետև Ալեքսն ասում եմ, մամ ջան, թող զբաղվեմ, ես էլ ինչ ենք, ոնց ենք նախաճաշելու,
ուզում եմ ձվածեղ անեմ ու վարունգ պամիդորով աղցան այդ առնելու մեր նախաճաշը, թել պանիր ունենք, էլի։ Հետո գլուխս ցավում է, վայ գիտեմ թե ասելու եք ինչի Այանայից ջան, ժողովուրդ, ոնց բացատրեմ, որ ճիշտ բացատրեմ, հանկարծ սխալ հետևություն չանեք, ուրեմն ես եթե մի մարդու հետ շփվում եմ, մի քիչ հեռվից գամ, որ ասելիքս ճիշտ կարողանամ ձևակերպել։ Եթե մի մարդու հետ շփվում ես լավ օրվա համարել, վատ օրվա համարել, չէ՞, բայց հերթը միշտ երբ որ հասել է, օրինակ իմ ծանոթի, չգիտեմ, ինչ բարեկամ մահացել է, ես չեմ գնացել զուտ նրա համար, որովհետև ծանր է էլի իմ համար ու հոգուս վրա շատ խորքային սենց հետ կա թողում, խուսափել եմ միշտ, ներողությունս խնդրել եմ ու չեմ գնացել։ Հետո տարիներ առաջ, չեմ ուզում հուզվեմ, բայց էսա կլինի ինչ 10 տարի, հուլիս ամսին, երբ որ տատիկս մահացավ, ես ոնց բացատրեմ, եկեք մեր հոգու խորքում ճիշտն ասենք, սաղս էլ տարբերություն դնում ենք, չէ, հորական կողմի վրա, մորական կողմի վրա, հորական կողմից պապիկ չեմ տեսել, տատիկ եմ տեսել, որ ասեմ տեն շատ սիրել եմ ոնց իմ մորական կողմին, չէ, բայց հորական, եթե հորս սիրում հարգում եմ, պարտավոր եմ իրա ծնողներն էլ սիրեմ ու հարգեմ, հետո մենք ավելի շատ ոնց որ սենց կապվել ենք մորական, մեկը ես, աղբերս ավելի շատ դեպի հոր կողմս, բայց ես ոնց որ դեպի մորս կողմը, չգիտեմ ոնց բացատրեմ, մի խոսքով ինձ թվում է դա կարևոր չի, երբ որ մորական տատիկս մահացավ, իմ համար շոկային էր էլի շատ, ծանր շրջան էր շատ, որովհետև շատ եմ սիրել, սիրում եմ ես իմ տատիկին, չափից շատ։ Ու ես հենց այդ ժամանակ գիտակցեցի, որ ես իմ կյանքում սխալ եմ ապրել, եթե օրինակի համար ես սիրում ու հարգում եմ իմ ընկերուհուն ու մահանում է իրա տատիկը, պապիկը կամ ինչ-որ մի բարեկամ ու եթե հնարավորությունը կա, որ ես գնամ, ես պիտի գնայի, մի խոսքով, երբեմն ինքնակննադատությունը շատ լավ բան է, չէ՞, ինչի եմ բարձրաձայնում, որ երբեմն վերանայենք մեր արարքները, վերանայենք մեր գործերը, մեր մեջ գտնենք և ճիշտը, և սխալը, և մեղքի բաժինը, և ճշտի բաժինը, սենց ասեմ ու անցնեմ առաջ, հլա տենամ ստեղ կարամ նստեմ, թե արևը ինձ ուղղակի կուտի։ Ստեի համար վարագույրել եմ պատվիրել, բայց դեռ հրթը դրան չի հասել արևապաշտպան։ Ինչևէ, սիրելի հետևորդներ ջան, ես այդ ժամանակ ինչ շատ քննադատեցի, ու ասեցի Անահիտ ջան, ամոթ քեզ, դու սխալ ես վարվել, էս ինչ բաները, ու սկսեցի վերանայել ինձ ու հասել եմ նրան, որ արդեն վլոգները մեզ նկատած կտնեք, լսած կտնեք, որ ասում եմ ծանոթ մարդ մահացել, գնում եմ շատ դժվար է դա իմ համար, շատ, ասենք մարդ կա սովորական, չէ, խոսքով էլ շատ ենք արտաբերում, ասում ենք լավ ու վատն իրար կողքի ա քայլում, կյանքն ու մահն իրար կողքի, մի խոսքով իմ համար դա շատ դժվար է, հիմա դեռ երեկվանից ես ինձ տրամադրել եմ, որ այսօր գնամ գերեզմաններ, շատ էլ ասենք իմ ամուսինը ստեղ չի,
բայց գնալը պետք ու պարտադիր է, ու հենց այդ մտքից ես հենց խառը հոգեվիճակում եմ, ճնշվում եմ մի այլ կարգի, ես դեռ գիտեի համիրիկ ունը չկարեցա լավ քնեմ, որովհետև տանջվում ես էլի, համել հմիել չեմ կարողանում կենտրոնանամ, ինչ անեմ, ոնց անեմ, սենց նենց մի խոսքով, ճիշտ է, ինձ ոչ մեկ չի ստիպում, ոչ մեկ չի պարտադրում, որ վեր կաց ու գնա, վեր կաց ու էս արա, վեր կաց ու են արա, ոնց բացատրեմ, իմ ամուսինը այն ձևի մարդա գիտի իմ հոգեկան ներքնաշխարհը, եթե չգնամ էլ չի նեղանա, բայց երբեմն օրեր ու պահեր կա, որ տրորում ես քո այդ ներսի վախերը ու գնում դեպի առաջ։ Ու հիմա այսօր սենց խառը իրավիճակում եմ, ուզում եմ էսա օրը կիսվի, մի երկու գործել ունեմ մաքրության հետ կապված, լվացքավոր հավաքում եմ, որովհետև տեղի հավաքվում է, ինչ ասես։ Մինչև որ սա ամեն ինչ իրա տեղը կընկնի ու սամ լավ կլինի։ Ասելիքս ինչ է, այսօր գնալու եմ գերեզմաններ, ժամանակ կար, որ Ալեքսիս չէի տանում, չէի ուզում էլի, նենց էլ ինքը փուխ սիրտա, մի խոսքով չէի ուզում, հետո էդ էլ հասկացա, որ սխալ եմ անում ու հմի Ալեքսի հետ գնալու ենք, ցավոք սրտի, Ալեքսը ոչ իրա տատինա տեսե, ոչ պապինա տեսե, ու գիտեք, ոնց որ մի տեսակ սենց, որ խորը մտածում ես, չէ, ոնց որ թե ճակատագիրը կրկնվում է, օրինակ իմ հորական պապի մասին շատ լավ բաներ են պատմում, շատ, չափից շատ, չեմ լսած դեռ ոչ մի հատ, ճիշտ է չի էլ կարելի մահացած մարդու հետևից, ոչ մի հատ վատ խոսք, միտք անգամ, պետքա չմտածես, եթե դու մարդ ես, հայ ես, քրիստոնյա ես, չի կարելի, ես սխալ եմ դա շատ համարում, մեկ դա, մեկ որ կդնեն, ինչ-որ թե մեկին կքննադատեն, առավել ևս երեխուն, ոնց կարելի ուրիշ երեխա քննադատել, չի կարելի, իմ համար, իմ մտած լավ մարդը, այն որ ուզում է հանգիստ գլուխը դնի բարձին, պետքա ոչ մեկ երեխուն չքննադատի, առավել ևս, ոնց բացատրեմ, մահացածներից էլ էլի պետքա ոչ մի հատ վատ բան չասես, ես տենց եմ մտածում, չես ուզում ոչինչ մի խոսա, բայց եթե խոսում ես, հարգանքով խոսա ու փորձի լավը խոսաս, որ, չգիտեմ, որ խաղաղ ու հանգիստ խղճով ապրես, ես տենց եմ մտածում։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է, որ տանում եմ ես Ալեքսին, գնում ենք գերեզմաններ, ինքը կարևոր հարցեր էր տալիս, դե այնտեղ, որ մտնում ենք մեր գերեզմաններ, զինվորի գերեզմաններ էլ շատ կա, ու շիրմաքարը, այդ զինվորը կանգնած բան, Ալեքսը միշտ հարցնում էր, ու ես շեղում էի իրան, բայց հիմա արդեն ասում եմ, բացատրում եմ, նույն ցավով Եղեռնի մասին եմ իրան պատմում, մի խոսքով մարդ ենք, հայ ենք, երեխայա մեծանում է, ով այդ բաները շատ շուտ գիտի, ով էլ նոր է սովորում, բայց իմ համար կյանքում լավ է ուշ քան երբեք, այդ տարբերակը։ Հիմա այսօրվա իմ ամբողջ օրը այս սենց լարված առնելու, ես լավ գիտեմ ինձ, ու ինչքան էլ էլի ուզում եմ ես ինձ վերափոխեմ, չէ, չի լինում, ենքան, սենց ոնց որ ներսում սենց կռիվ է էլի գնում, ու ես ուզում եմ միշտ հաղթանակած դուրս գամ, որովհետև գիտակցում եմ, որ
պետք է ու անհրաժեշտ է, ոչ թե պետք է։ Անգամ, ասենք, չգիտեմ, իմ խոսքերից, իմ ասածներից, ինձ ճանաչողները, ոնց ասեմ, մի տեսակ մեր հայ հարցների մոտ տենց է, որ ավելի շատ սենց շեղվում ես, կապվում ես կոպիտ ասած, դեպի սկեսրարը ու մեր տանն էլ է տենց եղել, ես ճիշտ է երկուսին էլ շատ հարգել եմ, որովհետև հարսես ոտես դնում ուրիշ տուն, մի խոսքով չմանրանամ դրանք, գիտակցում ենք, գիտենք, բայց ինքը երևի յուրահատուկ մարդ էր ու ծննդյան օր լինի, խոսքի օրինակ կգնա, մարդ ես գարունա, մի երկու ծաղիկ վերցնես ու գնաս, նրբություններ կան, որ ես ուզում եմ միշտ արած լինեմ, հետո պլյուս դրան իմ կողքին մեծանում է Ալեքսը, չէ, ախր ինչ տենա, են էլ, ասմա ինչ ցանես, են էլ կհնձես, ամենա կոպիտ տարբերակն եմ ասում ու շատ շուտվանից եկած տարբերակ եմ ասում։ Հիմա այսօր էլ մեկ մտածում էի գնամ Վանաձոր Տիկին Գայանեից մոտ, ուզում եմ գնացած լինեմ պարտադիրից պարտադիր, էլ այսօր էլ սենց չեղվեց օրս, գեզմաններից հետո էլ մարդ ես չես ուզում ոչ մեկի տուն էլ գնաս, քու վատ էմոցիաները տանես ոնց որ սենց իրանց տուն, մի տեսակ չի լինում, երևի միգուցե մի քիչ ավանդապաշտ մարդ եմ, հա, սենց ամեն բանի հետևից ընկնող, բայց թե ես էլ էդ եմ, ինչ ասեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ու ասենք լավ հիշողություններ ենքան շատ կա, մենք ամուսնացել ենք հունվարի 31-ին ու մինչև վերջի շունչը, ինչքան որ ապրեցին կեսրարը, ամեն ամսվա վերջ, պարտադիրից պարտադիր ինձ մի հատ քաղցր էր տալիս, Անահիտա Սամվելովնա, քաղցր եմ, ընքան հաճելի էր ժողովուրդ, ընքան լավ էր, ասենք փոքր, բայց շատ մեծ ուշադրություն։ Տենց որ հիշում ես մի տեսակ, ես ուղմի Ալեքսը դե արդեն քանի գնում մեծանում, ավելի հասկանում, ավելի տվյալ հարցին խոսքի օրինակ լուրջ մոտենում, ասենք, այս վերջում էլի Նիկան, որ Ալեքսի հետ խոսում էր, ես ազդվեցի շատ, փառք Աստծու սարքացա իրանց գերեզմանները, այնպես չի շատ իրա շատ Նիկան այդ հարցերում, բայց ուզմա վերանայի ու Ալեքսիս ասում, Ալեքս, ես մյուս տարի քո ծնունդին չեմ գալու, մի քիչ ուշ եմ գալու, Ալեքսն ասում է խի պապա ու շարունակությունը բացատրեց, դե իրա գործը մի ամիս է էլի թույլ ա տրվում օդպուսկ ու բացատրեց, սենց երեխեն նայում ա, բան չի խոսում, հա, բայց պապա ասում ա հա Ալեքս, պետք է լինի տենց ու ես ուրախացա, որ տենց եղավ, որովհետև զավակի պարտքն է ծնողի առաջ, որ հոգով ու խղճով լինես մաքուր, մարդ ես, եթե ուզում ես վերափոխես, ինչ որ թե ուրիշ բաներ անես, ուրեմն պիտի անես։ Այս սենց բաներ։ Հիմա եսա նախաճաշենք, օրնել են կոմ գնամ մի քիչ, գնամ ծաղկի խանութ, ու ընդեից են կոմել, գնանք գերեզմաններ, օրն ենքան լավ ու պայծառ ա, շատ լավ օր ա։
Այն անգամ գրառումները կարդացել էի ու մոռացել էի պատասխանեմ, տեսեք մեկ-մեկ էտել է իզնը, հիմա այսօր հիշեցի միամիտ, որ գրել էի կնչի ոչ մի անգամ հորական տատիկիցդ չես պատմում, ես կոմ են կոմ, երեխեք չան, մահացած մարդուց լավն ես ասելու ու պլյուս դրան իմ ծնողի ծնողնա, ոնց կարամ ուրիշ ավելորդ բան ասեմ, իսկ թե շատ եմ սիրում, թե քիչ եմ սիրում, էդ էլ ամենքս մեր հոգու խորքում գիտենք, չէ, ով ինչ անում, ով ոնց անում, կարևորը փորձենք մեր խղճի ու հոգու առաջ միշտ մաքուր մնանք, ես փորձում եմ այդ տարբերակով ապրեմ, դրա համար շատ բաների առաջ աչքերս փակում եմ, շատ բաներ չտեսնելու եմ տալի, շատ բաներ չլսելու եմ դնում, երբեմն էլ ամեն ինչն էլ տեսնում եմ, լսում եմ, օրինակի համար նկատում եմ, բայց ոչ թե լռում եմ, այլև արհամարհում եմ, որովհետև արհամարհանքից ամենամեծ վիրավորանքը երևի թե այս երկրագնդի երեսին չկա, թե չէ օրինակի համար մեկը դնի քեզ քննադատի, դու էլ իրան հապայում ու իրա տարբերությունը որը կլինի, էդ էլ եմ սկսել ինձ վերանայել, օրինակ թեկուզ եթե հետ գնանք, երևի թե մի 2 տարի առաջ եղել էր մի անգամ, մեկն էլ երկուսն էլ փորձել էին կպնեն իմ հոգու նուրբ լարերին, այսինքն իմ Ալեքսին, ու եղավ, որ ես լավ պորտատեղադրում արեցի, բայց եթե համեմատենք հետոն ու հիմա, ես լռում եմ, որովհետև իհարկե հասկացողի համար արհամարհանքը այսպես մի անգամից ոչնչացնող զենքն է, դրա համար եթե նկատել եք, փորձում եմ իմեջում ոչ մի նեգատիվը սենց չբարձրաձայնել, չասել, տայները փորձի դա ցույց տվեց, որովհետև երբ որ հետևում ես շատ հայտնիների, ովքեր ապրում են արտասահմանում, նայում ես, հասկանում ես, որ մարդիկ ուզում են էլի ապրեն, բա մենք ինչի չապրենք, և իրոք, մեզ մի հատ կյանք հատված, որ ապրենք, եկեք լավը գտնենք, լավը ապրենք, վատն էլ թող գնա հավաքվի մի վատ անկյունում, բայց ոչ մեր մեջ, մեր ես համով հոտով ընտանիքում, սիրելի հետևորդներ ջան, այսքան մի բան, այսօրվա իմ վլոգն էլ այս ձևի սկիզբ ունեցավ, հիմա նստել եմ սեղանի մոտ, 2 հոլովակ տեղադրել, մեկը խոհանոցային էջում, մյուսն էլ մեր ընտանիքում, ու դեռ չտեղադրած մի անգամից 9 գրառում ստացա, ասում եմ Աստվածին, շնորհակալ եմ ես քեզ, ոնց են մարդիկ մեզ սիրում, ոնց են մարդիկ մեզ սպասում, ոնց են մարդիկ մեզ գնահատում, ոնց են մարդիկ մեր հանդեպ ուշադիր, էլ չասեմ երեկվա մասին, երեկ այն իմ ամենահարազատների հետ զրույցի օրն էր, ուրեմն առավոտ բարելույս ախառը շփվեցի մանուշակիս հետ, ինչ-ինչ պատճառներով մի հատ էլ իրիկունը, այնտեղ ժամերի տարբերությունը գիտեք արդեն էլ պետք չի մանրանալ, մի տեսակ ամաչեցի, ձայնային եմ ուղարկել, ասում եմ Մանուշակ, կարելի է քեզ նորից զանգեմ, ամոթ քեզ Անահիտս, ինչ մի, եթե պետքա զանգի, ես անհանգստացա, հետո որ խոսացինք բան, ասում եմ Տեր Աստված, շնորհակալ եմ էլի քեզ, իմ միջոցով ինչ ծանոթություններ են էլի առաջանում, ու իրոք, որ խորանում եմ, իմ էջում, ինչքան լավ մարդկանց հետ եմ ծանոթացել ու ինչքան լավ մարդիկ իրար հետ են ծանոթացել,
չեք պատկերացնի ես դրանից ինչքան եմ լավ զգում, անսահմանափակ, որովհետև ես մի մարդ եմ, ում տեսնում են բոլորը, չէ, այս պահին 25,500 հետևորդ, բարեկամ, հարազատ, լավ մարդ ունեմ իմ կողքին, երևի չի, 25,000-ից ավելին ես չեմ ճանաչում, ու գիտեք ինչքան լավ եմ զգում ինձ, որ տեսեք ինչքան մարդ է էլի ինձ վստահում, հետևում, տեղ կա խորհուրդ տալիս, տեղ կա ուղղություն տալիս, տեղ կա քննադատում, բայց այդ ամեն ինչը համու հոտով որ անես, լրիվ օքեյ է ալնում, ընտիր է ալնում։ Էնպես որ հիմա երեկվա օրի մասին եմ այդքան ասում, որ կասկածելով զանգում ես, ասում եմ Մանուշակ, սենց, վայ Ասմանայիդս, ու շարունակությունը, երևի թե հետո կխոսենք, ու իմ համար ինչ արժե, երբ որ ես հեռախոսով խոսում եմ, մեկ էլ մամաս տուն մտնում, Ալեքսն ասում է, վայ, տատս եկավ բան, ու Սիլվան ասում է, մինչև ուզում է բան ասի, դե մենք խոսում ենք, մաման լսում էր, վայ, ասում է, նա Սիլվայի հետ ես խոսում, իմ համար այդքանը ամեն ինչ արժե, այսինքն մենք մեր շփումը սերտ է, ջերմ է, մտերմիկ է, ու այդպես բարև ու այդպես շարունակ ստե որ նստում եմ բոլորին տենում եմ ու բարև հարևանուհիս էր պահիտակ էլի ամաչեցի զգացիք դեռ չեմ սովորելու հարմարվել ճիշտ է են վաղվա ամաչկոտությունս վաղուց կորել է որովհետև աշխատանքի բնույթ է, սա էլ այս ձևի աշխատանք է ու ինչ եմ անում, լուրումունջ իմ գործն եմ անում, ոնց կարողանում եմ այդքան բան սիրելի հետևորդներ ջան, հիմա տենամ պարոնիս ցանկությունը չանցավ մի հատ հավեսով համով հոտով ծվածը անենք նստենք հաց ուտենք են ցեցն ընկելա ջանս ուզում եմ իջնեմ ներքև մաքրություն անեմ բայց որ անիմաստ է շպակլովք եմ որ արվի նորից պետքա փոշի մոշի իլնի էլ արդեն չեմ դիմանում ուզում եմ էլի ես ամենի վերջ տամ սենց հանգիստ իմ տան մեջ ֆրֆռամ իմ գործերն անեմ ու իմ առօրյային անցնեմ այսօր իրիկվակում երևի թե կանաչիներ եմ ուզում ցանեմ այդ էլ կցանեմ համեմ պետրուշկա Նիկան սիրուն փորեց տեղը կա հետո ծաղկի խանութը նայեմ տեսնեմ վարդեր կա վարդեր եմ ուզում բերեմ վարդերս չեն աճում մի կողմից չորանում է ու չեմ հասկանում ինչու նախնդիրը ջրել է ջրում եմ ինչու նայել խնդիրը երևի ցրտահարվում են տենց եմ մտածում ինչևէ այդքան մի բան մի տեսակ ուզում էի այսօր մի համով աղցան մի բան պատրաստեմ բայց ալարկոտության քամին ներս խուժեցի մեջ ու այդ աղցան կփոխարինեմ օրինակի համար վարունգ պամիդորի աղցանով որպես նախաճաշ դա կանենք ինքան լավ է, ինքան տաք է օրը
Չեք պատկերացնի նենց են կարոտել այս տաք օրերին, էլ ասելու չի։ Շատ են կարոտել այս տաքությանը, այս արևին, ախր շատ ցուրտ է։ Երեկ Նիկայի հետ զրուցում ենք, ասում եմ կիրակի տվել են, որ հասնելու է 0, Սիլվան էլ ասավ նույն բանը։ Ասում եմ, այսա մեր մոտ էլ կգա նորից նույնը, ասում եմ նորից անձրև, մշուշամբ, իսկականից է տալնելու։ Այդքան մի բան, սիրելիներ ջան, հիմա ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, երևի թե արդեն կհանդիպենք ճանապարհին, որովհետև ոնց հասկանում եմ, Ալեքսը խլված է իր գործերով, ես էլ չեմ ուզում առարկեմ, որովհետև օրվա երկրորդ կեսից ուզում եմ, որ զբաղվի իր հասերով, դրա համար չեմ առարկեմ։ Մի կեսի տամ իրան, ինձ ուզում է թողանի, են մի կեսից գոնե մի ժամը դարձնեմ ինձ, այդքան բան, այս գույնն էլ է, չէ ինձ սազում, սա էլ է, էլի ինձ նվեր, թևերս են սիրում, հավատ, գործանելուց չի էլ խանգարի, բայց այսօր էլ տենց ես իմ ինչ գործեր չունեմ, սիրում եմ նաև այս ստայաշի վարատնիկները, մի խոսքով, ու այս գույնն էլ է, մի տեսակ հետաքրքիր սիրուն գույն, կարևորը սև չի, կյանքի ամեն գույներն էլ փորձել է պետք, ճաշակել է պետք ու վայելել է պետք ու մեր օրը գունավորել է պետք, որովհետև հենց մենք ենք մեր օրվա նկարիչը, դրանք հենց այնպես խոսքեր չեն, այդ խոսքերի մեջ լիքը միտք ու իմաստ կա, ընդամենը իրագործել է պետք, այդքան գնացի մենք արդեն դուրս ենք եկել, ծորի հետ էլ մեր աղբետան ենք, ես խի ապագել, կամիա է, թողոտ թափախի համ, շոտ չորանա, տեղել է բաց, վալքամ շիտ չորանա, ահագին չորացավ, Սավ էլ որ չորանա, սենց լավ էլ մի ես թվում է, էքուց կգան, հույս ունենամ, գնանք, ախ այս տյուլպանների ես չեմ էլի, մեղքս գալիս է, որ իրանց կյանքի տևողությունը այնքան քիչ է, այնքան քիչ, հələ բաները կեսա, վապշե կթարամ են, այնքան էլ սիրում եմ իրանց, հեսա, հա, սիրուն է, չէ, ասիս, ամպը սիրուն, տեսակ ինչ լավն է, այս վերատնկած տյուլպաններս է չկպան չէ, կամ մի գուցե մյուս տարի, տեսնենք, ոնց կլինի, Ալեքս, գնանք սամակատը բեր, սամակատով գնանք ասի չէ։ Լավելի։ Չէ, բեր։ Լավելի չէ։ Բեր։ Չէ։ Բրսի։ Ես սամակատով չեմ սիրում։ Չէ, պետք է սովորես դու այդ սամակատին։ Բազի։
Բրծի Ալեքս ջան։ Քուչեմը մինչև քու ասելն է։ Բրծի դե սրտո ջան, շուտ արա։ Բրծի։ Դու վերևից բացի վերևից։ Վարդեր։ Այս ինձ բաներ։ Քշի։ Հա։ Շուտ արա։ Աչքիդ կերևա։ Շուտ արա։ Տեսեք մեր ծառերը նոր կոկոնում են։ Չեն բացվել դեռ։ Քշի։ Սիրուն հավես բանաչա դու ես նկարում բարիքից հա ասկացա նամին չառնենք այս աստրոմերիաներից կարելի է Ախպայս վարդերը ինձ սիրուն են։ Երևի այս է։ Այս կարեպը։ Ստեղ մեր մոտ կռիվ է գնում, այս պարոնն ուզում է սա վերցնի։ Ես էլ ուզում եմ որ լավն է թող սամակատ քշելով իջնի ու գնանք քշի Ալեքս ջան դիր Ալեքս քշի ախեք ստեղ ուզում էին ցելոֆանով փաթաթային ոնց սովորության համաձայն ես չուզեցի մենակ լենտ որ ավելորդ աղբ չլինի էլի Ալեքս իջի ու գնա մեր մայր ու քշի մի խոսքով գնացինք գնա Ալեքս Գնա Ալեքս ջան, հա գնա ու ջելա գնա օֆ ոնց եմ մեղվում Չեք պատկերացնի, բայց թե դա հա Ալեքս ջան սիրվորա բան ինչ Մենք պարտական ենք Ալեքս բոլոր զինվորներին Գնա Ալեքս ջան Ուրեմն ծաղիկները դրեցինք հա հիմա ուզում եմ գնամ
Այս մեր տան մոտ տեղատուն կա, երեք աչկովը սնգավ Ալեքսի ցուցանակը, իրանց ապրանքները շատ եմ հավանում ու Ալեքսին միշտ մայկերք մեկ նասկիներ, դե նասկիներ շատ ունի Ալեքսը, արի, բայց մայկա պետք է, մեկ էլ իմ համար եմ ուզում, արի շուտ, անցի, ու արդեն սկսի քշելը, հա, մեկ էլ իմ համար եմ ուզում, նասկի վերցնեմ, հա, քշի Ալեքս, ու գնանք տուն, որ այնքան լավն է, այնքան ընտիր է, տաք ջերմ, շատ լավ օր է, դիր Ալեքս, քո հետ եմ, չի հարմարվում, սամակալի հետ եմ մեկը ղժալով քշում էր, մեկը չէ, պատերազմականով անում, դիր, այս թե ամեն ինչն էլ սովորելու հետ է, սովորենք, դիր, քայլեցինք, ոնց եմ սիրում ես այս պահը, որ այդ մի ծանր գործից բգծով, այ Աստված ջան, ուրեմն հետ եկանք, այդ որ նասկիներն էի ասում, հեսա Ալեքսի, այ ես ձևի, իմ ոտքը որ խնդիրով ասա ոնց որ լայնոտ է էլի, սպիտակ շատ ունեմ, սևը մեկ պետք է գալիս, հետո դուք սրան նայեք էլի, այս պահին սաղս էլ կուզենք, չէ, շրջանակին նստենք ու այսենց համորություն վայելենք, իդեպ տղուց ճաշակն եմ, ինձ որ մնա զեբրնա իմ ջանը, այդ սա Ալեքսիս ճաշակն է, ինքը սրտիկ, առածը սրտիկ, պալա, տղա եմ է ասե, այս էլ իմը, կրանք կենձի ամեն ինչը համոված չէ, այս էլ ավաշ ենք առը, այսով հելիքա հոգ ծախսել, որովհետև մի հատ համ տեսնենք, հետո տնանք համովա, Համովա, շատ համովա, մի խոսքով, ուրեմն գլուխս են կարգեր ցավում, Ալեքսին ուղարկել եմ տեղատում, ինքն էլ ոնց է խառնված գնամ, մամա ջան, ջուրը տաք բերեմ, ջուրը սառը բերեմ, մամա ջան, ոնց խմես, մամա ջան, չհիվանդանաս, վայ, մեկ ասում ես Տեր Աստված, մի ուժելի էլի, քո մասին այսքան մտածող կա,
որտեղ են ասում էլի փառք քեզ Տեր։ Ուզում էի սենց իմ համար պահարկեմ հանգստանամ, որովհետև մի այլ կարգի ա գլուխս սենց կոտորում ու ինձ ցավացնում ու նեղացնում, բայց ընկերուհիս կանչեց ինձ իրանց տուն, ես էլ կլյուչնիկի նման սկսեմ դռներս բագել, սրա հետ էլ ինչ հագնեմ, թե չհագնեմ, բայց երևի հագնեմ, չէ, մեր սպիտակ նասկիները լվացի, ծերի հետ տենց բաները քիչ-քիչ լվանում եմ, որ չհավաքվի շահացը, հենց էլ այսքան օրը։ Դու կարող այն կուրտկետ էլ հագնես այն բարակ։ Դե հագի ասճան։ Ախեք այս ընտիր ես։ Հագի դե գնացինք։ Ոյ ինչ լավն ա։ Ընտիրություն։ Էդ դու հագաշ Ալեքսանդր։ Ես կարող ես այդ քրտնացամ։ Չէ, քեզ քրտնացնի, դա բարակ վետրովկա է, ասիչ չան։ Դա ինչ դի անի քեզ։ Հագի։ Ապրես դու որ տենց շուտ գնացիր տղա։ Հա, կգնամ։ Ասիում ես, հետա սպասի տենամ, ես ինչ հագնեմ սրա հետ, այն ժակետը հագնեմ, սիրում չի ունի, ոյ, տենանք ինչ կարիլ է հագնել, ով կամ էլ ոչ մի բան, Տեսնց արի, սենց լավա, կարևոր Ալեքսիս տակ, ես ինչ կամյա, Գնաս? Երաշպապետ Չէ, ուրեմն եկել ենք հասել համարյա թե քաղաքի ծայրամաս, արի մեր ճամփենը, ու իմ տղեն ինձ համոզում ա, որ ասում այս պապայիս հետ գնացել եմ Աշոտաբերդ, արի գնանք, ասում եմ չէ, Փասաշենքը որ բարբեր էլի։ Արի գնացին։ Ամպերը սիրում։ Վաղուց էր սենց տակոս չկար։ Իգնատիրի թուրներ։ Հա։ Հա, բայց դրանով չկա։ Լավ կտեպեց ան։ Ա, պետք չի անդրում։ Այ նոր են ծաղկում ծառերը։ Ծաղկած ծառերին կարոտել եմ ժողովուրդ։